Պարոն Մերքոնյան, այսօր գիտենք ազգային ժողովում բավականին լարված իրավիճակ է, գլխավոր դատախազն է այստեղ Հովիկ Աղազարյանի դեմ քրեական վարույթի հետ կապված միջնորդություն է ներկայացրել, որպեսզի անձեռմխելիությունից զրկեն։ Ես ուղղակի ուզում եմ հետաքրքրվեմ, էլի հիմա Հովիկ Աղազարյանը ձեր ընկերն է, թե ձեր ընկերը չի։ Իհարկե, մենք իրար տահագին ճանապարհ ենք անցել, ձեր ասած հազկիսելն էլ է, ամեն ինչ էլ եղել է։ Հիմա ձեր ընկերն է ինքը։ Հիմի համարում եմ ես ընկեր ինձ, որովհետև հաց ենք կիսել իր հետ։ Եթե շարունակում եք ընկերություն անել, պարոն Մերքոնյան ջան, ո՞նց է դա դրսևորվում, օրինակ իր գրառումները, հայտարարություններն եք լայքում կամ ներքինով հանդիպումներ եք ունենում, ո՞նց է ձեր ընկերությունը դրսևորվում։ Ես ոչ մի բան չեմ լայքում եւ մենք եթե զրուցենք էլ հեռախոսով ենք զրուցում։ Ինչ եք զրուցում, կմանրամասնեք, օրինակ իր այս քրեական գործով իր Չէ, այդ գործերով չկա, մենք ասենք իրար հետ զրուցում ենք այնց։ Այդ թեման չկա, ուղղակի զրուցում ենք տարբեր թեմաներով։ Այսինքն, պարոն Մերքոնյան ջան, ես որքանով հասկացա, դուք չեք խուսափում խոստովանել, որ Հովիկ Աղազարյանը անկախ նրա ԿՊ-ից դուրս գալու հանգամանքից եւ իր նկատմամբ այս դրսևորումները ինչ տեղի են ունենում, շարունակում է մնալ ձեր ընկերը։ Շարունակում է մնալ իմ ընկերը, անկախ նրա հայացքներից, անկախ ամեն ինչից։ Իսկ դուք կքվեարկեք Աղազարյանին անձեռմխելիությունից զրկելու հարցին, պարոն Մերքոնյան։ Այդ իմ գաղտնիքն է, արդեն որ ես չեմ ասացես։ Ես այսօր ձեզ հարցը ուղեցի, բայց ձեր թույլտվությամբ մեկ անգամ եւս կուզենամ ուղեմ SMS եղել է որպես այդպեսին պարոն Մերքոնյան, որ պետք է կողմ քվեարկեք այդ միջնորդությանը գլխավոր դատախազին եւ այդ քվեաթերթիկը նկարեք, որպեսզի ապացույց լինի։ Ես կարամ հեռախոսս ցույց տամ քեզ իմի, որ այդպես բան չեղե։ Չէ, այդ քվեարկության ժամանակ, Ասում չի եղել նմանատիպ խոսակցություն, ես SMS չեմ ստացել, այդպես բան չկա։ Իսկ հնարավոր է, պարոն Մերքոնյան, ինչ որ ձև անվավեր դարձնեք թերթիկը, ի վերջո կյանք է, այսօր ու վաղը չավարտվեց, բա ո՞նց եք Աղազարյանի աչքերին հետագայում նայելու։ Ես նայելու եմ Աղազարյանի աչքերին անկախ իմ որոշումից։ Բայց ինքը կնայի ձեր աչքերին։ Այդ իր կորզնակ նայի, թե չի նայի։ Այսինքն ոնց հասկացա, պարոն Մերքոնյան ջան, կողմ եք քվեարկելու գլխավոր։ Ասում եմ, ես դեռ հələ հարցը լուծված չի, հələ քննարկումները գնում են, այդ քննարկումներից հետո կերևա։ Պարոն Մերքոնյան, ձեր թույլտվությամբ մի այսպիսի հարց ուղղեմ, գլխավոր դատախազը այստեղ է։ Քիչ առաջ պատգամավորները տարբեր փաստեր էին բերում, որ օրինակ նախկինում պարոն Աղազարյանը կարտոֆիլը քաղաքացու գետնին տվեց, դատախազը չեկավ։ Արթուր Հովհաննիսյանի մասով ինչպես էր օմբուդսմենի տեխնացուին ասում էր լեզուտ ականջներդ կկտրեմ, ընդունեք սա որպես սպառնալիք, գլխավոր դատախազը չեկավ։ Ինչ հետաքրքիր է, պարոն Մերքոնյան, դուք մտավախություն չունեք, որ մի օր էր գլխավոր դատախազը կհիշի օրինակ պարոն Մերքոնյանի հարազատների, օրինակ հազար անգամ ներողություն եմ խնդրում, բայց հարց ուզում եմ տալ, օրինակ ձեր թորնիկի հայտնի դանակարության դեպքը կհիշենք, ասեն, եկանք պարոն Մերքոնյանի հետևից։ Ես այդ ու սուտ խոսացիր, դանակարություն չի եղել այնտեղ, ընդհանրապես այդպես թեմա չկա, ու գիտես ինչներ վատ, որ հատկապես այդ լրագրողներից դու իր ակտիվ այդպես ակտիվացել այնտեղ, չէ, դա ճիշտ է հրապարակի, հիմի այդ ամեն ինչը բացահայտվեց, թե որ այնտեղ դանակարության խնդիր չի եղել, իրար այդ կատակ են արել, այդ կատակի արդյունքում պրովոլկա, բանի կտոր է եղել ծերը, այդ է եղել, բայց դու այդ լրեցիք, չասեցիք, որ արդարությունը, չէ, այո, տրոսի կտոր եղել, դանակ չի եղել այնտեղ, մի հատ հարցրեք, բայց ոնց եղավ, որ կարճվավ։ Ես անկեղծ եմ ասում, գրել եմ պաշտոնապես մեր լրատվամիջոցի անունից, որ գործը կարճվեց, բայց հանգամանքները բայց դանակար, տես նորից կրկնեցիք դանակարության հարցը։ Բայց դանակարություն չի, մի հատ կարաս դու հետը բան անես։ Եթե այդքան լավ լրագրող ես, մի հատ հետամուտեղի, որովհետև առավոտի ցիրիկուն դու այդ կամերան առաջ կայնած իր այդ քոլեջի դեմը ու արդեն դու լավ ես հիշում ինչ է իրան։ Այ եթե դու լավ լրագրող ես, գնա հետևից մի հատ ճշտի։ Այդ ո՞նց եղավ որ կարճեցին։ Ինչի համար կարճեցին։ Չէ, ես ուզում եմ դու այնտեղ գնաս, դու գնաս այնտեղ, հարցնես ինչա տեղի, դանակարությունա տեղի ունեցել, թե ինչա տեղի ունեցել։ Այդ ժամանակ ես քեզ շնորհակալ եմ, որտեղ ում վաղ ակտիվը ամենաակտիվը դու ես։ Քնարիքներ ամենաակտիվը։ Դե մի քնարիք ջան, դու էլ գնա մի հատ այդ հետքերով տես ինչա ինչ չէ։ Ամեն դեպքում պարոն Մերքոնյան ջան, ձեր թույլտվությամբ դուք նշում եք, որ դանակ չէր եղել, պրովոլկա էր եղել, վիճել էի տղա։ Դանակ չի եղել այնտեղ, դանակարության խնդիր չի եղել։
Դրա համար էլ կարճվա ու իրանք օբյեկտիվ ձևով այդ քննությունը տարել են։ Իսկ աղը պապիկը միջամտեց։ Ես էլ չեմ միջամտել, ով որ միջամտել է ամոթ իրեն։ Ես լուր նստել եմ իջև տենանք ուրա գնում։ Ու բարձվեց ամեն ինչը։ Տեսանյութը բերեցին, այդ բանը հանեցին, տեսանյութը, տեսան որ ինչ է այնտեղ կատարվում։ Կար տեսանյութ անգամ։ Տեսանյութ կար այնտեղ, այդ բանը կամերաները ֆիքսել էին։ Քոլեջի։ Այո, ես սկզբի ժամանակ այդ որ տարել էին այդ բանը, նկարանված մասը, բան չէին արել։ Այդ չէին նայել դրան։ Ու հարցակրնել էին բոլորին 100 անգամ, հետո վերջի մասում այդ տեսանյութը իհայտ եկավ։ Իհայտ եկավ իրանք դրեցին տեսանյութը նայեցին, տեսան որ ոչ բան չկա այդպես։ Մեքենա ջան, ամեն դեպքում մտավախություն չունեք, որ մի օր կարող է ասեն, այ այս գործը որ կար, կամ օրինակ ձեր քրեակատարողական հիմնարկի որդու պատմությունը Դավիթ Տոնոյանին թույլ տվեց, պետեր ազատեցին, ընդհանրապես թույլ էր տվել գնար տեսակցել։ Այդ ինչ մի պատմություն է։ Այ ասեն, ահա, քպական падգամավոր պարոն Մելքոնյանի որդին է գլխավոր դատախազ եկել է պարոն Մելքոնյանի հետևից։ Ես խառնում եմ այդ խոսակցությունը։ Ես սպասեցի միջի օբյեկտիվ քննություն գնաց։ Այդ մարդը այդ ժամանակ եղել է արձակուրդում։ Ու արդ երկրում է եղել։ Բա ինչու ազատեցին պարոն Մելքոնյան։ Դե մի չեմ կարող ես ասեմ ինչու ազատեցին։ Այն որ ազատել էր, այն էլ ազատավ, չէ՞ վերջապես։ Որովհետև ճշմարտությունը չթաքցրեցին, ինչ որ եղել էր, արդեն բոլորը իմացան, որ ճշմարտություն ոնց է եղել։ Պարոն Մելքոնյան, ամեն դեպքում մտավախություն չունեք, որ մի օր կհիշեն այս պատմությունները եւ Եմ ասում ձեր դեմ կգործեն։ Ես մտավախություն չունեմ։